պաշտպանողներ գործառույթ պաշտպանության իրավունքների մարդկանց խոսելու, քանի որ բոլորն են գիտեն, որ հարական ուշացված համայնքում եւ մասնավորապես Մերձավան բնակավայրում իրավիճակը միշտ լարված է եղել անձնային միջանձնային հարաբերությունները եւ օրինակ գործող մեղադրյալի կարգավիճակ ունեցող Նարեկ Օմանյանի պաշտպանը նշում է, որ քննչական կոմիտեն խախտում է իրականացրել, նշելով, որ նա գլխավոր մեղավորն է, կասկածյալն է, բայց նա օժանդակել է հանցագործությունը կատարելու, բայց նա կանոնավորվել է կոնկրետ սպանության մեղադրանք բացող, այստեղ չի խախտում մարդու արդարադատականության իրավունքների որպես մարդու իրավունքների պաշտպան իրավասու մարմիններից արդյոք բացառություն պահանջել է կամ Նախ նշեմ, ի սկզբանե, եթե խոսքը հանցագործությունների կանխարգելմանն է վերաբերում, ապա այստեղ բնականաբար մարդու իրավունքների պաշտպանը եւ պաշտպանի հաստատությունը ունեն մանդատ եւ լիազորություններ, ինչ վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանությանը, բնականաբար ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր նաեւ բարձրաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից, այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են, որովհետև կարծես թե նոր են այդ բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում, մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում հրապարակային եւս ես պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված, բայց մեկ անգամ եւս շեշտադրեմ, որ չափազանց կարեւոր է, որպեսզի թե պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները, թե նաեւ շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում պաշտպանության կողմը, ինչու՞ չէ նաեւ շահագրգիռ շատ այլ կողմեր նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, բացի անմեղության կանխավարկածի պահպանումից նաև դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանություն չափազանց կարևոր է եւ կարևոր է նաև շատ լուրջ վերաբերել ավելորդ հայտարարություններ չանելու կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպին, բայց այս առումով դեռևս խախտումների մասին չեմ կարող խոսել, որովհետև հնդածս պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել եւ հրապարակել։